Բարև բոլորին, այսօր ես կխոսեմ մի շատ կարևոր թեմայի մասին կարնիվոր դիետայում։ Արդյոք պետք է կալորիաները հաշվել կարնիվորում, թե ոչ։ Սկզբնական շրջանում, ադապտացիոն շրջանում բնականաբար դժվար է կալորիականությունը օգտագործել քիչ քանակի, քանի որ օրգանիզմը կամաց է ադապտացվում, եւ եթե ճիշտն ասեմ, իմ փորձից ելնելով, ու ես այդպես հասկացա, որ այդքան էլ ճիշտ չի իմ կողմից այդ ճշգրիտ հաշվարկները անելու, քանի որ ամենաճիշտը օրգանիզմն է իմանում, թե ինչքան եւ ոնց է ինչքան եւ որքան քանակությամբ է պահանջում։ Բայց այնպես չի կարելի այնպես անել, որ ասենք մի անգամ դնես մի 2 կիլոգրամ միս ուտես ու ասես ես այսքան եմ կարողանում եւ այլն։ Դա նույնպես մի քիչ խելքին մոտ բան չի։ Հիմա կալորիականության հաշվելու ճշգրիտ մեթոդները, բոլոր կալորիա հաշվող հաշվիչները հաշվում են եւ այլ, բայց իմ կարծիքով տարբեր են, թեկուզ եւ մրգեր բանջարեղենները, թեև տված է տվյալ միրգը կամ տվյալ բանջարեղենը կամ տվյալ միսը այսքան քանակությամբ կալորիականություն ունի, բայց հաշվենք մի բան, որ մենք ուտում ենք տարբեր մսեր, տարբեր մսի կտորներ, մեկի մեջ յուղը մի քիչ շատ է, մի քիչ է, մեկը մի քիչ ընդհանրապես գրամ յուղ չկա, մի մասում կա, մի մասում չկա, եւ ես կարծում եմ, որ հնարավոր էլ չէ այդքան ճշգրիտ հաշվարկ անել։ Դա ես իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես այսպես եմ կարծում։ Բայց մի բան միանշանակ է, որ պետք է մարդ իր սպիտակուցների օրվա ռացիոնը գոնե մոտավոր հաշվարկի, թե ինչքան գրամ սպիտակուցներ են պետք օրգանիզմին։ Իհարկե այստեղ նույնպես մեծ դեր է խաղում այն, որ կարող են սպիտակուցները մեկը հաշվարկում է եւ իր օրգանիզմին դիֆիցիտ է դուրս գալիս այդ սպիտակուցները, մեկը հաշվում է, որ արդեն ինքը ավելցուկ է օգտագործում, համենայն դեպս արդեն, ինչպես ասացի, ամեն մարդ իր ձևով կարող է հավասարակշռությունը պաշտպանել։ Ինչ եմ ուզում նաև ասել կարնիվոր դիետայի առավելությանը։ Սկզբնական շրջանում նայելով բազմաթիվ նյութեր, կարդալով բազմաթիվ նյութեր եւ իմ անձնական փորձից ելնելով, բնականաբար սկզբնական շրջանում մարդը շատ է օգտագործում, բայց ես նկատել եմ նաեւ դեռ մի շաբաթ չկա, ես նկատել եմ նաեւ, որ քանակը ինքնըստինքյան քչացնում ես, որովհետեւ դու դա այդքան չես կարողանում ուտել։ Արդեն օրգանիզմը թագեցած է եւ գալիս է մի պահ, որ ինքը իր հաշվարկը կոնկրետ օրգանիզմն է անում։ Կարնիվոր դիետայի առավելությունները այնքանով են լավ, որ ովքեր ունեն ինսուլինի բարձր մակարդակ կամ ովքեր ունեն շաքարային դիաբետի երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ամենալավ սննդակարգը դա կարնիվոր դիետան է։ Իհարկե կետո դիետայի մասին էլ կարող ենք մի քիչ խոսել, կետո դիետան է, բայց հիմա առայժմս ես օգտագործում եմ կարնիվորը, խոսում եմ կարնիվորի մասին, ապագայում ես չգիտեմ հետո որ ուղղությամբ, ինչպես ասում են, ինչքան կձգեմ, բայց համենայն դեպս ես չեմ ուզում անցնել ուգլիվոդի։ Նախ ասեմ, որ կոնկրետ ինձ համար ոչ մի ուգլիվոդ էլ
ինքը լավ ազդեցություն չի թողնում։ Ինչքան էլ դու սիրես, ինչքան էլ դա հաճելի է, բայց միևնույն է կոնկրետ իմ դեպքում լավ ազդեցություններ չի թողնում։ Բացի այն, որ քաշի ավելցուկն է, նաև բերում է մի շարք առողջական խնդիրների։ Բերել է օսթեոպարոզի, ծնկների ցավ, հոդացավ, բերել է իմունիտետի թուլացմանը, բերել է բորբոքային պրոցեսների, իդեպ միակ սնունդը միսը և ձուն, որ ընդհանրապես բորբոքային և իհարկե բնական ճարպերը, որոնք չեն պարունակում իրենց մեջ, մարդկանց չեն կներեք, բորբոքային պրոցեսներ մարդկանց մոտ չեն առաջացնում։ Բացի այն, որ ունեմ այդ քաշի խնդիրը, ասեցի տարիների ընթացքում նաև կուտակվել է մի շարք այդպիսի հիվանդություններ, կարելի ասել։ Ինչ եմ զգում այս մի շաբաթվա մեջ փոփոխությունը, որ սկսել են գիշերը ոտքերս ու ձեռքերս քիչ թմրել, որ դա համարյա ամեն օր, ոչ թե համարյա ամեն օր, այլ ամեն օր, ամեն գիշեր էլ թմրած վիճակում ա ոտքերս էլ, ձեռքերս էլ։ Շատ ժամանակ չեմ կարողանում շարժվել։ Դա նույնպես քիչ-քիչ հասցրել է ինքը մի քանի օրվա մեջ, կարելի ասել մինիմումի։ Շաքարի բացակայությամբ, լրիվ բացակայության շնորհիվ քաղցը չեմ զգում։ Այդ պերեկուսների կարիքը ընդհանրապես չկա։ Ընդհանրապես պերեկուս ասվածի կարիքը ընդհանրապես չկա։ Ինքը ինսուլինը պահում է հավասար մակարդակի, շաքարը օրգանիզմում պահում է նորից իր նորմալ հավասար չափի, ըստ այդմ էլ բացի այն, որ առողջական խնդիրները, այնպես և քաշի իջեցումը կամաց-կամաց տեղի ունենում։ Նորից եմ ասում, ես տանը կշեռք չկա, մոտավորապես իմ քաշը մոտավորապես գիտեմ, հնարավորության դեպքում նորմալ կշեռք կվերցնեմ, այն որ չխաբող կշեռք, նորմալ կշեռք կվերցնեմ և կկշռվեմ, ընթացքում նաև ես կասեմ ինչքան ա գնացել։ Իդեպ կշռվելու համար էլ ասեմ, ես չեմ ցանկանում ամեն շաբաթ կշեռքի կանգնել, որովհետև այստեղ էլ այնքան գործոններ կան, մարդ կարող է մի օր մի քիչ ուրվացություն ունենալ, մի քիչ մանավանդ կանանց օրգանիզմը, դրա համար հաշվետվություն երևի կներկայացնեմ ամիսը մեկ։ Այս մոտ օրերս կոնկրետ կշռվեմ ու մենք ձեզ հետ միասին նույնիսկ կիմանանք իջեցման, թե որքան ենք նիհարում։ Ես ուրախ կլինեի, որ դուք մեկնաբանություններում նախ շատանաք, գրանցվեք ալիքիս, գրեք մեկնաբանություններ և շատ կուզենայի, որ մեկնաբանություններում ես հասկանում եմ, որ ոչ բոլորին է դա հետաքրքիր, միգուցե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կուզենայի իմանալ արդյոք դուք այդ դիետաների մասին լսել եք կամ օգտագործել եք կամ փորձել եք օգտագործել և ինչ ազդեցություն է թողել ձեզ վրա։ Ընթացքում դուք ինքներդ կարող եք առաջարկել կոնկրետ դիետայի վերաբերվող թեմայի մասին, ես ձեզ հնարավորինս չափ կպատասխանեմ։ Նորից եմ ասում, ես ոչ բժիշկ եմ և ոչ էլ էքսպերտ, տենց չի, որ ես գիտեմ, բայց դե կարդալով, լսելով մարդու ֆիզիոլոգիան կարդալուց արդեն
մի քիչ հասկանում ես, թե մարդու օրգանիզմը ինչ է լավ ընդունում, ինչը չի ընդունում եւ այլն։ Շատերը եւ նաեւ ես այդպիսի մոտս վախ չի ասի, վախ կա, որ մենք բավական քանակությամբ վիտամիններ չենք ստանա զուտ մսային այս խիշնիկի դիետայի դեպքում, բայց կա C վիտամին մեծ քանակությամբ նաև մսի լյարդի մեջ, տավարի լյարդի մեջ ու մնացած։ Միս ասելով պարտադիր չի հենց ինքը իրա միսը, իդեպ ներքին օրգանները ավելի շատ կարևոր են, մանավանդ թոքերը, սիրտը, փայծաղը, երիկամները, ամեն մեկը իր կարևորությունը ունի։ Եվ մի քանի գրամ օրական, եթե ոչ օրական շաբաթը 2 անգամ, եթե մի քանի գրամ թոք օգտագործեք, դա բավական է նույնիսկ այդ C վիտամինը փակելու դեպքում։ Ուղղակի կարնիվոր դիետային միկրոէլեմենտների, մակրոէլեմենտների դեպքում պետք է օգտագործել իմ կարծիքով, դե այնտեղ տարբեր բաներ են օգտագործում, բայց ամենայն դեպս ամենակարևորը նա օգտագործել հանքային ջուր, ոչ ամեն օր, բայց դա նույնպես կա, որտեվ դա հանքային ջուրը պարունակում է աղեր, պարունակում է մի շարք միկրոէլեմենտներ, կալիում, կալցիում, նատրիում եւ այլն։ Նորից եմ ասում կալորիականությունների մասին։ Կալորիականությունները նույնիսկ եթե դու ես մի անգամ տենց կշռել եմ մոտավորապես, կշռել եմ ձուկը միսը տաբլիցայով, ասենք նայել եմ ինչքան գրամը, ինչքան է պարունակում սպիտակուցը, եւ այդքանով ինձ համար ոնց որ ասած մոտավորապես գիտեմ։ Հիմա ռեդկի, եթե արդեն փոխում եմ ձուկից միս, մսից ձուկ կամ հավ, այդ դեպքում մի հատ կշռում եմ, հետո նորից անցնում եմ կալորիականությունը տենց կոնկրետ չեմ հաշիվում։ Միգուցե հետագայում էլ որ քչանա, նախ ախորժակի, ընդհանրապես ախորժակի կորուստ է տեղի ունենում, մարդ ընդհանրապես չէ ուզում ուտել, ու ինձ թվում է դա կարիք էլ չկա, որ դնես գրամ ու քո հաշվարկը անես։ YouTube-յան ալիքներում շատ տարածված են, նամանավանդ ամերիկյան կանալներում շատ է խոսում այդ երկու դիետաների մասին, կարնիվորի եւ կետո դիետայի։ Երկուսն էլ իմ դեպքում օգուտ ա տվել, երկուսից էլ ես գոհ եմ եղել, ուղղակի ինչ պատճառներով երկուսից էլ ոնց որ ասում են, երկուսն էլ թողել եմ, նորից ցանկությունս մեծ է վերադառնալու։ Ինձ հիմա մի փոքր մտատանջում է, չնայած ընթացքում երևի դա էլ բան կլինի, դե հիմա որ մրգի սեզոնա, բանջարեղենի սեզոնա, այդ դժվարությունները կան։ Ընդհանրապես մարդու աչքը երբ տեսնում է, անկախ քեզանից ցանկություն առաջանում է։ Եթե մարդ իրոք սիրում է բանջարեղեն կամ մրգեղեն, բայց հավատացեք, դա այդքան էլ էական չի,
ուղղակի բորբոքային պրոցեսները մարդու օրգանիզմից վերանալու համար բոլորովին բույսերից հրաժարվելը ամենաճիշտ եւ ամենաառողջ տարբերակը դա է, որտեղ բույսերի մեծամասնությունը բույսերը ունեն այդպիսի հատկություններ, որը բորբոքվածություն առաջացնում են։ Դե բույսերի մեջ կան նույն այդ աքսալատները, որ դրանք նույնպես վնասում են օրգանիզմին, իհարկե ամեն ինչն էլ եթե չհրաշահենք վնաս է, բայց եւ ամենայն դեպս իսկ մաքուր կարնիվորի դեպքում այդ միսը եւ ձուն ընդհանրապես բորբոքվածություն չի առաջացնում։ Ինձ նաև պետք է որ այդ բորբոքվածության վերանա, այդ օստրոխանդրոզ ասածը վերանա, ինձ դա էլ է հարկավոր, այդ մեջքի ցավը, չոքերի ցավը, տեսնենք ինչքանով առաջ կգնանք։ Ուղղակի խնդրում եմ դիտեք կանալս, մեկնաբանություններ գրեք ձեր կարծիքները, գրեք ձեր հարցերը, ես սիրով կպատասխանեմ, ընթացքում կենդանի շփում կառաջանա իմ եւ ձեր միջև։ Հիմա այսօր այսքանը, հուսով եմ գրանցվեք ալիքիս, կսեք մեկ զանգի կոճակը և կգրեք մեկնաբանություններ։ Շնորհակալություն, ցտեսություն։